Հանուն Հոր և Որդվո և Որդվոյի սրբո, ամեն։ Սիրելիներ, այժմ ձեր համար կընթերցեմ Սուրբ Բարսեղ մեծ հայրապետի խոսքը, որ ընթերցվում է Ավագ հինգշաբթի օրը Սուրբ հաղորդությունից առաջ։ Լսեցեք ինձ, իմ սիրելի որդիներ, ես աննախանձաբար Տիրոջ երկյուղը կուսուցանեմ ձեզ, իբրև հարազատ որդիներ, որովհետև պարտականություն է դրված ինձ վրա և վայ է ինձ, եթե ձեզ հանապազոր չավետարանեմ, որպեսզի թերևս կարողանամ ճանաչել տամ ձեզ, թե ինչ է Աստծո կամքը, բարին, հաճելին ու կատարյալը։ Որովհետև Եզեկիել մարգարեն Աստծո խոսքով հանապազ զարուրեցնում է ինձ, քահանաների վերաբերյալ այսպես ասելով. Մարդու որդի, քեզ այդ ժողովրդի վրա տեսուչ եմ նշանակել, եթե տեսնես, որ սուրը գալիս ու վրա է հասնում, և փողով չազդարարես, և նրանք չզգուշանան, և սուրը գալով որևէ մեկին անպատրաստ գտնի, նա կմահանա իր անօրենության մեջ, և նրա արյունը քո ձեռքից կպահանջեմ։ Արդ սուրը գեհենի սպառնալիքն է, իսկ փողը Աստծո պատվիրանը, որն այսօր զեկուցում եմ ձեզ բեմի վրա։ Ես, ով եղբայրներ, ձեզ նման մարդ եմ և առավել ևս ծանրաբեռնված եմ մեղքերով, բայց քանի որ ձեզ տեսուչ ու խրատող կարգվեցի, ուստի արտասուքներով և սրտի բազում հառաչանքներով սիրով ձեզ եմ ներկայացնում Աստծուն հաճելի բաները։ Ոչ թե ինչ որ նորաձայն մտածածին խոսքերով ձեզ վտարանդի դարձնելով, քանզի ես ստուգապես հաշիվ եմ տալու ձեզ համար կենդանի Աստծո առջև, որի պատճառով սուրբ հայրերի վաղուց անտիդրոշմած կանոնը յուրալուր խոսքերով ձեզ եմ մատուցում։ Բայց նախ սա իմացեք, որ քահանայության պատիվը չվստահվեց հրեշտակներին, քանզի անմեղ են այլ մարդկանց, որպեսզի ինչպես որ մենք ենք մեղանչում և հույս ենք դնում Քրիստոսի թողության վրա, նույնպես և ձեզ տանք թողության ու ապաշխարության հույսը։ Եվ արդ աղաչում եմ ձեզ բոլորիդ, համբերությամբ լսեք ինձ։ Ահա բացվում է երկինքը, և Քրիստոս իջնելով բազմում է սուրբ սեղանի վրա, և երկնքի ողջ զորքերը աներևույթապես երկրի վրա են ծավալվում, սպասավորելու Աստծո որդուն, և ոլորվում են սեղանի շուրջ, և Սուրբ Հոգին առատապես շնորհներ է բաշխում սրբության մերձեցողներին։ Արդ դուք իմ եղբայրներ, բազում զգուշությամբ ու երկյուղով ձեր սրտերում դրեք հետևյալը. չնկատել միայն տեսանելի հացն ու գինին, այլ այն մեծ խորհուրդը, որ ծածկված է մարմնավոր աչքի տեսությունից, որ միայն հոգու աչքով է երևում նրանց, որովհետև սրբությամբ փնտրում են այն, որից ճաշակելով ուրախանում են աստվածային ցնծությամբ, որովհետև Աստված այն կարող է վերածել հում մսի և արյան, ինչպես եղավ սրբերից մեկի հետ։ Սակայն քանի որ զգայուններս չեն կարող տանել հում միսն ու արյունը, այդ պատճառով Աստված հացով ու գինով տպավորեց,
սակայն մի նայեք որպես հացի և ոչ էլ որպես գինի նկատեք, քանզի սա է Աստծո որդու ճշմարիտ մարմինն ու արյունը, որևէ մեկը արհամարանքով սովորական ընդունելությամբ փող չմերձենա, որպես մի ինչ որ կերակրի, որովհետև մեղավորներին այրող ու սպառող կիզիչ հուր է, ուստի նախ ապաշխարության միջոցով պետք է սրբվել մեղքերից, որպեսզի մեղքերի բազմությամբ չկիզվեք հրի մեջ, որովհետև սպառվում են հոգիները նրանց, ովքեր նախապես չեն բաժանվում մեղքերից, այլ բևեռված են մնում նրանց վրա։ Եվ դարձյալ թող ոչ ոք անհույս կերպով չհեռանա և սնոտի երկյուղ առաջ չբերի, որովհետև դա երկյուղ չէ, այլ արհամարանք, քանզի սա է երկնքի արքայություն դուռը և նույն ինքը արքայությունն է, որ է Քրիստոս Աստծո որդին և մեր Աստվածը և սրբությամբ մերձեցողներին գրանցում է որպես երկնավոր հոր անջնջելի որդեգիրներ։ Այլ պետք է նկատի ունենալ, որ յուրաքանչյուր հարազատ որդի իր մեջ հոր կերպարանքի նմանությունն է կրում։ Եվ դու, երբ ասում ես հայր մեր, որ երկնքում ես և խնդրանք ես մատուցում, պետք է նույն նմանությամբ քո մեջ ունենաս, որպեսզի լսելի լինի, ապա եթե չունենաս բարերար ու մարդասեր երկնավոր հոր նմանությունը, նա չի լսի քեզ և չի խոնարհվի դեպի քո աղաչանքները, այլ քեզ կլսի նա, որի գործի կերպարանքն ունես և որը անդուններում է։ Արդ այս լսելով ձեր անձերից ի բաց հարատեցեք չարությունն ու ամեն տեսակի խարդախությունը, յուրաքանչյուրդ ի սրտե ներեք ձեր եղբոր հանցանքները ու ամեն տեսակի անհամաձայնություն, որ ունեք միմյանց հետ, որպեսզի և դուք փոխություն գտնելով երկնավոր հորից արժանի լինեք այս զենմանը։ Ձեզանից ամենքդ ի բաց մերժեցեք անհավատությունը, արատավոր խիղճն ու թերհավատությունը։ Սրբեցեք ձեզանից նախանձը, նենգությունը, չարությունը, կեղծավորությունը, հպարտությունը, ամբարտավանությունը, սնապարծությունը, մարդահաճությունը, հակառակությունը, ոխը, վաշխառությունը, տոկոսատվությունը և բոլոր չարիքների արմատ արծաթասիրությունը, ագահությունը, այլև կանանցի ջությանքներն ու կախարդիչ հրապույրները և ամեն տեսակի չարախոսությունները, թշնամությունը, ցանկության ցավերը, մանավանդ սրբեցեք ձեր բերանից տգեղ ու տխեղծ հայոյիչ խոսքերը, որով միմյանց եք նախատում, նաև անօրեն կռապաշտությունը և անկարգ ու անառակ մոլորությունը, որոնց հիշելը ապականում ու գարշեցնում է նախ իր, ապա լսողների միտքը, քանզի դատաստանի օրը որտնալից են լինելու գարշելի բերաները նրանց, ովքեր չեն բաժանվում դրանցից, որովհետև Տերն ասում է, թե նա, ով իր եղբորը հիմար է անվանում, դատապարտվելու է գեհենի կրակի մեջ։ Արդ պետք է մեզանից արմատախիլ անել այդպիսի չարիքները, և թող ոչ ոք չլինի շուն
պոռնիկ, արվագետ, գող, հափշտակող, ցանկասեր, որովայնամոլ, հարբեցող, չարակամ, կռվարար, սպանող, խռովարար, բարկացող, անողոն, բանսարկու, պիղծ, թշնամացող, երթմնազանց, ուխտադրուժ, անօրեն, անիրավ, բամբասող և ուրիշ մեղքերով ծանրաբեռնված, որովհետև կան մեղքեր, որ մահվան հավասար են, որոնք այստեղ հիշելու իսկ արժանի չեմ համարում։ Եվ այս ասելով պատվիրում եմ, որ հին մարդը ամբողջովին դեն նետեք իր բոլոր չար գործերի հետ միասին, այլ զգաստանալով ամենքդ զգեստավորվեք պարկեշտ, սուրբ, բարեմիտ, հեզ, քաղցր, անօխակալ, խաղաղարար վարքով, հիվանդների ու վշտացածների նկատմամբ ողորմած, տնանքների, աղքատների ու կարոտյալների հանդեպ գթածող, զարդարված ամեն տեսակի արդարությամբ, սիրով, հավատքով, հույսով, կատարյալ սեր ունենալով առ Աստված և դեպի մարդիկ, քանզի բոլոր արդարությունների լրումը սերն է, սուրբ սրտից ու անկեղծ հավատքից։ Պատվեցեք ձեր հայրերին ու մայրերին, տղամարդիկ սիրեցեք ձեր կանանց ձեր անձերի նման, և դուք կանայք հնազանդ եղեք ձեր ամուսիններին, միասին երկյուղ ունեցեք Աստծուց, պատվեցեք կիրակի օրը, երիտասարդներ և կույսեր, սրբություն սիրեցեք, որպեսզի այս սրբությունը ընդունելով լուսավորվեք ինչպես լուսափայլ հայելին, երբ արեգակի շողերը ճառագայթում են նրա վրա և աճելով առաքինությունների մեջ ապրեք արդարությամբ և չդատապարտվեք ըստ առաքյալի խոսքի, որովհետև արդարև մահ տարաժամերին ու անտանելի ցավերի բազում հոգնությունները, բորոտությունն ու մնացած ամեն ինչ անարժան հաղորդությունից են լինում։ Որևէ մի կեղծավոր թող ներսում չմնա, կարծիք ստեղծելով դրսում կանգնածների մեջ, թե իբրև հաղորդվողներից է, որովհետև անարժանն ու երկմիտը Աստուց ոչինչ չի ստանում, քանզի Աստված չի փորձվում, մարդկային ամոթը պատճառ մի բերեք, որովհետև այս ամոթը ոչինչ է, այն մեծ ամոթ, որը տիեզերական հրապարակի վրա է, այն, որ այժմ թաքցնում ես ինձնից և չես խոստովանում ու ապաշխարում, այնտեղ մեծ դատավորի առջև հրապարակվելով կբացահայտվի և այլևս չես կարող թաքցնել քո գործերը, որովհետև քո հոգին քեզ դատախազ կլինի։ Արդ ահա այս բոլորը աննախանձաբար ասացի ձեզ, այսուհետև անպարտ եմ, ձեր արյունը ձեր գլուխը, քաված եմ ես ձեր արյունից, որ մինչև հիմա ինձ վրա կար։ Սակայն գիտեմ, որ ձեր մեջ կան ոմանք, որ արհամարում են ասածներս, ուստի ձեզի վկայություն եմ դնում այս խոսքերը, որոնք այսօր բեմի վրա խոսեցի ձեզ, դատաստանի օրը Քրիստոսի ահավոր բեմի առջև ձեզ դեմ հանդիման կբերեմ սուրբ ավետարանի վկայությամբ, ապա այն ժամանակ այլևս արհամարողը չի կարող արհամարել, այլ կշտամվելով
պատուհասակոց կլինի և կուղարկվի դեպի գեհեն, դեպի հուրը անշեջ։ Այժմ խոսքիս ավարտումն անեմ, որովհետև խորհրդի մասին ամեն ինչ ասացի ձեզ համառոտ ու պատշաճ կերպով։ Արդ նրանք, ովքեր արժանաբար են հաղորդվում, զարդարված բարի գործերով, Պետրոսի և մյուս սուրբ առաքյալների հետ պսակվում են մեր Աստծուց Քրիստոսից, և ովքեր ըմբոստությամբ են հաղորդվում, կրկին խաչ են անում Աստծո որդուն, և ովքեր լիրբ երեսով ու անարժանությամբ են հաղորդվում, մատնիչ Հուդայի և խաչողների մասն ու բաժին են ստանում, ձեր օգուտը դուք գիտեք։ Այն Սուրբ Հոգին, որ սրբերի բնակարան է և ամենայն բարիքների աղբյուր, թող մաքրի ձեր հոգիներն ու մարմինները և փրկական խորհրդի հաղորդությունը թող ձեզ համար մեղքերի փողության վերածվի, որին Հորը և մեր Տիրոջ միածին Որդի Հիսուս Քրիստոսի հետ փառք հավիտյանս ամեն։